Մարտի 29-ին արցախցի մեր հայրենակիցները Ազատության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպեցին։ Այժմ մենք Ազատության հրապարակում ենք, Ազատության հրապարակում տեղադրված է վրան եւ կզրուցենք արցախցի մեր հայրենակցի հետ։ Բարև ձեզ, խնդրում եմ ներկայացեք։ Բարև ձեզ, Արտակ Մկրտչյան, Հավասար Հանրահավաքություն ՀԿ նախագահ, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ։ Պարոն Մկրտչյան, ամսի 29-ին այստեղ Ազատության հրապարակում մեծաթիվ մարդիկ էին հավաքված եւ կարող ենք փաստել ոչ միայն արցախցիներն էին հավաքված, այլ նաեւ հենց Երևանում, Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդիկ եկել էին, ինքս հանդիպեցի օրինակ մի կնոջ, ով աշտարակից էր եւ եկել էր այստեղ։ Հիմա ամսի 29-ի հանրահավաքից հետո վերջում երբ ներկայացվեց նախաձեռնող խմբի կողմից ծրագիրը, հետագայում ինչ քայլեր պետք է արվի, դուք ներկայացրեցիք, որ մեկ շաբաթ ժամանակ եք տալի, այսպես ասած, կառավարությանը եւ դրա հետ զուգահեռ ինչ որ պայմաններ դրեցիք, հա, հիմա այսօր արդեն երկուշաբթի օր է, մինչ այս ժամը ինչ է կատարվել, խնդրում եմ մեր հայրենակիցներին ներկայացնեք։ Շատ լավ, արդեն ինչպես դուք նշեցիք, ինչպես արդեն բոլորը գիտեն, մարտի 29-ին տեղի ունեցել մեծ հանրահավաք, որը կազմակերպել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ու դա այդ խորհուրդը ձևավորվել է ժողովրդի կողմից ու ժողովրդի ձայներ, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ բացի արցախցիներից նաև կային Հայաստանի տարբեր մարզերից հայրենակիցներ, ուզում եմ նշել, որ դա մենք հավաքվել ենք արցախցիների խնդիրի հիմնականում բայց դա արցախցիների խնդիրը չմենք, դա մեր ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, ուստի նաև դա ճիշտ է, որ մենք մի ազգ ենք, մենք պետք է միասին այդ մեր խնդիրների լուծմանը միասնական հասնենք։ Հիմա հանրահավաքից հետո ես անձամբ պահանջագիր եմ ներկայացրել Հայաստանի կառավարությանը եւ իրենք նշել են, որ 7 օրվա ժամկետում իրենք այդ պահանջագրին կպատասխանեն։ Հիմա մենք պատասխանում ենք նաեւ իրենց պատասխանին, բայց այդ էլ մենք իրականացնում ենք ակցիաներ, այսինքն Ազատության հրապարակում տեղադրվել է վրան, որը դարձավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբ, որտեղից համակարգվում եւ իրականացում է տարբեր գործողություններ, արդեն ինչպես լրատվականներին տվել են մայրիկների ակումբ կազմակերպության կողմից, որը խորհրդի անդամ է նաև մայրիկների կատարել են ակցիա կառավարության ամառանոցի դիմաց ու հենց պահանջը այն էր, որ եթե արցախցիների այն իրավունքն, այսինքն պահանջները, խնդիրները, որ կա հիմա օրեցօր ծանրանում, օրեցօր շատանում է, եթե լուծումներ թե եկաջանք չտրվի, ապա այդ օրին եք հասնելու ցավոք սրտի։ Դուք ասացիք, որ պահանջագիր եք ներկայացրել, հա, կառավարությանը։ Կառավարության ով է կառավարությունից այդ պահանջագիրը ձեզանից վերցրել եւ արդյոք դրան ընթացք կտան։ Պահանջագիրը իզնից անձամբ վերցրել է վարչության պետ Համլետ Նազարյանը, ներողություն եմ խնդրում, վարչության անունը կարող հստակ ճիշտ չասեմ, քաղաքացիների հետ հետադարձ կապի աշխատանքների, չգիտեմ, վարչության պետ Համլետ Նազարյանն էր հենց անձամբ վերցրել իզնից ու հենց ինքն էր անձամբ ներկայացրել, որ 7 օրյա ընթացքում մենք ձեզ կպատասխանենք։ Հուսով եմ պատասխանը միանշանակ կլինի ու նաև կլինի դրական փոփոխությունները, այսինքն կգան համաձայնության, որովհետև մի հոգու կողմից չէր, 10 հոգու կողմից չէր, այլ հազարավոր մարդկանց անունից ներկայացված պահանջագիր էր։ Հանրահավաքի վերջում բազմաթիվ կետերով պահանջ ներկայացվեց կառավարությանը։ Հիմա դուք այդ պահանջագիրը, որ ներկայացրել եք, բոլոր կետերն էին նշված, թե որոշ մասը։ Պահանջագիրը հրապարակված է մեր Facebook-յան Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Facebook-յան էջում, նաև Telegram-յան էջում, ուզում ասեմ, այն ինչ ներկայացված է, այդ նույն տարբերակով ինչ հրապարակում հանրահավաքի ժամանակ ընթերցվել է, այդ նույն պահանջագիրը, այդ նույն թուղթը տրամադրվել է համապատասխան վարչությանը, այն բոլոր կետերը։
Դուք ասացիք նաև խորհուրդ է, հա, ձևավորվել։ Խորհրդում մոտավորապես քանի անդամ կա եւ խորհուրդը ձևավորելուց դուք հաշվի եք առել եւ ընդհանրապես ընդգրկել եք Արցախի տարբեր քաղաքների, գյուղերի, հասարակական կազմակերպությունների մարդկանց, սա էլ ներկայացնենք էլի մեր հայրենակիցներին։ Մինչ այդ ձևավորվել էր հանուն Արցախի միավորում նախաձեռնությունը, որտեղ ընդգրկված էին մեծամասամբ արցախյան կազմակերպություններ, արդեն կամաց միանում են մեզ եւ հայաստանյան եւ արտասահմանյան կազմակերպություններ, այսինքն այդ այն կազմակերպությունները, ովքեր թե Արցախում, թե արդեն Հայաստանում զբաղվում էին արցախցիների իրավունքներով, տարբեր աշխատանքներ իրականացնում, տարբեր հարթակից արցախցիներ էին ներկայացնում, միավորվել են մեկ հարթակի շուրջ ու ստեղծվել է հանուն Արցախի միավորում։ Հետո արդեն հանուն Արցախի միավորման կողմից ստեղծվել է, այսինքն այդ խորհուրդը, որը պետք է կոնկրետ իրավունքներ ու պատերազմի հանրահավաքին, այդ որտեղ ներգրավել են արցախյան գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, ակտիվիստներ, կամավոր մարդիկ, ովքեր իրենց կարևոր դեր ունեն այդ խորհրդում, կազմավորվել է խորհուրդ ու արդեն խորհրդի, այսինքն արցախցիների ձայնը, արցախցիները իրենց խնդիրներով, իրենց հոգսերով կիսում են այդ մարդկանց տարբեր ու ինչպես դուք եք նշել, տարբեր կարելի ասած այսինքն տարբեր ճյուղեր ներկայացնող մարդիկ են, կազմակերպություններ են։ Այսօր թե Սփյուռքում, թե Հայաստանում գերակշիռ մասի խնդիրը Նիկոլի հեռացումն է։ Հիմա հետաքրքիր է, դուք ասում եք, որ հաջորդական քայլեր են լինելու։ Դուք ինչ եք կարծում, Նիկոլի հեռացման պահանջը մեզ կմիավորի, թե միայն արցախցիների պահանջը առաջ քաշելով մենք հնարավոր է ունենանք համախմբում եւ միավորում, որովհետեւ հաշվի առնենք մի բան, որ այսօր մեր հասարակությունը սևերի ու սպիտակների հենց այս թշնամի կառավարության պատճառով բաժանվել է։ Միանշանակ այդ սևեր ու սպիտակները չպիտի լինի, միանշանակ այդ անջատումները չպիտի լինի, այսօր ցավոք սրտի մեծ է պարակտումը արցախցի, հայաստանցի, այսինքն դա ուղղորդում է տարբեր տեղերի, տարբեր հիմնականում fake էջերից եւ այլ, ինչպես են փորձում պարակտում մտցնել արցախցիների ու հայաստանցիների միջև, որը դա պետք է ամեն ձևի բացառել։ Այն ինչ դուք ներկայացրել եք ձեր հարցի մեջ, դա մի քիչ քաղաքական իմաստներ է կրում, ինչու, որովհետև այս հանրահավաքը արցախցիների վաղվա ծանր օրվա պահանջն էր, որովհետև քանի գնում, քանի արցախցին մենք այսօր հավաքվել ենք, այսինքն շարունակում ենք գործունեությունը մեր խնդիրների լուծման համար ու այնպիսի հարցա, որ կներեք ես դա կարող եմ առանձին իմ տեսանկյունը, իմ կարծիքը հայտնել, իսկ այստեղ քանի որ հենց խորհուրդը դրա համար է, որ խորհրդի կազմով որոշում կայացնենք ու խորհրդի անունով հանդես գալ խորհրդի որևէ անդամ։ Եթե հանկարծ ու կառավարությունը ձեր ներկայացրած պահանջները չբավարարվի, կան լրացուցիչ տարբերակներ, այսպես ասած ռեզերվային տարբերակներ։ Եթե ինչ-որ հավաք նախաձեռնում, այսինքն ինչ-որ գործողություն սկսվում է, եթե դու չես տեսնում դրա վերջ ինչպես պիտի ավարտվի, ապա ճիշտ չի որ սկսես։ Այսինքն տարբերակները միանշանակ դու ասենք պլան A, պլան B, պլան G այդպես չի լինի, բայց եթե մի կետը անում է, 3 կետը, 4 կետը չի անում, ինչ է լինելու, 2-ը անում է, 2-ը չի անում, ինչ է լինելու, 3 անում է, 1-ը չի անում, ինչ է լինելու, այսինքն դա կա։ Այդ պահանջները բավարարվի, այլ դուք չեք հավաքվելու, ճիշտ հասկացա։ Էդ էլ պետք է որոշի ժողովուրդը։ Իրենց խնդիրները, մտահոգությունները կիսվել են մեզ հետ, այդ պահանջագիրը ներկայացել են կառավարությանը, եթե թեկուզ բոլոր կետերը լինի դրական, դե հիմա այնպիսի կետեր կա, որ բարձր մի օրում, 2 օրում, մի ամսում լուծվող խնդիր չեն դա։ Դա էլ ենք հասկանում։ Բայց եթե ժողովուրդը որոշի հանրահավաքը, այսինքն իր գործողությունները համարում ավարտված ու հասել է իր նպատակին, ավարտվելու է, եթե որոշի չէ մի բան պակասա, չգիտեմ, էլի ինչ-որ բան փոխելու եւ այլն,
շարունակելու են։ Մտածել եք, եթե հանկարծ ձեր պահանջները չբավարարվեն եւ որևէ քաղաքական ուժ, քաղաքական շարժում, փողոցում ակտիվ գործողություն սկսի, արցախցիները միանան եւ դուք էլ որպես նախաձեռնող խումբ կոչ անեք եւ միանաք այդ բողոքի, այդ անհնազանդության ակցիաներին։ Քանի որ հարց քաղաքական բանականում ու խորհրդի անունից ես հիմա որ ինչ որ կարծիք էլ հայտնեմ թեման էլ արցախցիների իրավունքներին վերաբերվում կներեք այդ հարցին չպատասխանեմ Շատ լավ։